Բարի լույս ձեզ։ Մենք բոլորս հետաքրքրված ենք, թե վաղվա օրը ինչ է լինելու։ Մանավանդ այս վերջերս ավելի շատ է այդ հետաքրքրությունը։ Եվ զարմանալիորեն այդ հետաքրքրության բավարարման եղանակներից մեկը դեռևս կենդանի է, դեռևս մարդկանց մեջ կա, դա գուշակների միջոցով վաղվա օրվա մասին իմանալն է։ Այսօր ճանապարհին մտածում եմ, որ եթե ես դիմում եմ գուշակի, նշանակում է ես Աստծուն չեմ վստահում։ Սուրբ Ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոս հստակ ասում է. վաղվա օրվա Տերը Աստված է։ Հետևաբար, սիրելիներ, եթե ես մտածում եմ վաղվա օրվա մասին եւ մոռանում եմ այսօրվա անելիքներս, որովհետեւ մտածելու դեպքում, հետաքրքրվելու դեպքում այսօրվա անելիքները վնասվում են, դանդաղում են։ Ուրեմն վաղվա օրը այլևս ձևավորվում է այսօրվա հիման վրա։ Եվ եթե ես այսօրը ճիշտ չեմ ապրում, վաղվա օրը այլևս կարևոր չէ, թե ինչ է լինելու։ Ուրեմն այսօրվա իմ մտորումը հետևյալն է. եթե ես Քրիստոսին հավատում եմ, եթե ես Քրիստոսի հետևորդ եմ ինձ համարում, ուրեմն այսօրս հանձնում եմ Քրիստոսին։ Եվ սկսում եմ այսօր ապրել քրիստոնյային վայել կյանքով, ճիշտ ընթացքով, ինչքան որ հնարավոր է, որովհետև գիտեմ, եթե այսօր ես ճիշտ ապրեմ, վաղը հաստատ այդ ճիշտ ապրման եղանակը շարունակվելու է, եւ վաղվա օրվա Տերը Աստված է լինում։ Ուրեմն, սիրելիներ, խուսափենք գուշակներից, կախարդներից, այն մարդկանցից, որոնք մեզ թվում է, թե պիտի ճշմարտություն մեզ ասեն, բայց այդ ճշմարտությունը շատ հարաբերական է։ Արդյոք այդ ճշմարտությունը մեզ ուրախություն, երջանկություն կբերի եւ փրկություն։ Բարի լույս ձեզ։